Հայաստանում գործող ծխախոտի դեմ պայքարի ազգային ծրագիրը, ինչպես պարզվում է, սպասված արդյունքը չի տվել։ Այդ իսկ պատճառով առողջապահության նախարարությունում որոշել են ծխելու դեմ պայքարի նոր միջոց ձեռնարկել։ Ծխախոտամոլության դեմ պայքարի լավագույն միջոց դիտարկելով ծխախոտի գնի բարձրացումը, սակայն մեր կողմից հարցված համաքաղաքացիներից շատերը սա ծխելու դեմ պայքարի լավագույն միջոց չեն համարում եւ գտնում են, որ այդ որոշումը կգործի ոչ թե հոգուտ, այլ միայնի վնաս ժողովրդի։ Բոլոր թանկացումները վնաս են ժողովրդին։ Եղա, հիմա այսպես են ասում, արտելված պտուղը քաղցր է, ինչքան ծխախոտը թանկացնեն, այնքան ժողովուրդ կձգտի, երևի դրա մեջ ինչ որ մի լավ բան կա, որ թանկացնում են, թանկ է, լավ է, այլն։ Դա խնդրի լուծում չի։ Վնաս է, չվնաս է, ժողովուրդը իր մասին չի մտածել, որովհետև ամեն ինչն է խնդրեմ է։ Չէ բառնի, չէ ծխել։ Ծխելն էլ է լավ, չծխելն էլ է լավ։ Նայած մարդու համար, եթե տեղ առել ես արդեն ժամանակին, երիտասարդ հասակից, մանուկ հասակից չես ծխել, ուրեմն վնաս է։ Այն, որ ծխախոտը հանգեցնում է շնչուղիների եւ անոթային հիվանդությունների առաջացմանը, փաստում են նաեւ բժիշկ մասնագետները։ Բացի վերոնշյալ հիվանդություններից, ըստ մասնագետների, ծխելը նաեւ առաջացնում է թոքի քաղցկեղ։ Տղամարդկանց ոչ առաջի տեղը գրավում է թոքի քաղցկեղը։ Եվ թոքի քաղցկեղը բավականին մոտավորապես 200 եւ ավելի հիվանդներով շատացել է կոնկրետ մեր Շիրակի մարզում։ Ինչն է դրա պատճառները։ Թոքի ուռուցքի ամենամեծ պատճառը դրա ծխելն է։ Որը ի վերջո հանգեցնում է թոքի քաղցկեղի առաջացմանը։ Չնայած դրան, ծխողների թիվը մեր երկրում ոչ թե պակասում, այլ գնալով ավելանում է։ Պաշտոնական տվյալների համաձայն այսօր ծխում է մեր ազգաբնակչության մոտ 80 եւ երիտասարդների շուրջ 40%-ը։ Վիճակագրական տվյալները փաստում են, որ վերջին շրջանում ավելացել է նաեւ ծխախոտամոլությամբ տառապող կանանց թիվը։ Եվ դրա դեմ պայքարի լավագույն միջոց բժիշկ թոքաբանները եւս համարում են ոչ թե գնի բարձրացումը, այլ կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկումը։ Չեմ գտնում, որ գները բարձրացնելու հետ կապված կարող է ծխախոտ օգտագործողների քանակը պակասի, որովհետև դա շատ խոր արմատներ ունի այս ծխելը եւ հարկավոր է պայքարել ավելի գլոբալ ձևով, մեծ աշխատանք տանել, որպեսզի փոքր տարիքում երեխաները 13-14 տարեկան